Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետության Կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Հազար բարի, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ, որ հրավիրել եք, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսելով Վարդան Ղուկասյանի կալանավորման մասին հարց է առաջ քաշել, ասում է, այդ ինչպես է ստացվում, որ Միութենական պետության մասին, ավելի ճիշտ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելի մասին խոսացողներին համարում են ինքնիշխանությունը սակարկողներ եւ փակի տակ են բաղում, իսկ նրանք, ովքեր ակտիվորեն Եվրամիության հետ հարաբերություններն են փորձում խորացնել, նրանք ազատության մեջ են, ասել է թե դուք ինչու եք ազատության մեջ, պարոն Մեհրաբյան։ Հիանալի հարց։ Հիմա, ինչպես ասում էր ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը, եկեք հստակություն մտցնենք սահմանումների մեջ, տերմինների մեջ եւ կվերանան վեճերի 90%-ը, հա։ Սկսենք սկզբից։ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման մասին հայտարարությունների համար որևէ մեկին որևէ բան չեն արել։ Խոսքը վերաբերվում է միութենական պետություն ստեղծելուն վերաբերվող հայտարարությունների։ Երկրորդը, երբ խոսք է գնում նույն հարթության վրա Ռուսաստանի հետ միութենական պետությունն ու Եվրամիությունը դնելու, ապա աթոռը չի կարելի համեմատել էլեկտրական աթոռի հետ, չնայած երկուսն էլ աթոռ են, հա, բայց մեկի վրա որ նստում ես դեռ եռաֆազ հոսանքով մահապատիժը տեղի ունենում, այնպես ինչպես մահապատժված է Բելարուսը։ Դե իսկ Եվրամիությունը դա ազատ ազգերի այսպես մի ընկերակցություն է ընդհանուր կանոններով։ Այսինքն այստեղ էլ համեմատություն չկա։ Եվ երրորդը, երբ որ ասում է Եվրամիության անդամակցելուն կոչ անողներին նստացնել եւ ինչու եմ ես ազատության մեջ, դե նախ մինչև ինձ հասնելը արդեն այդ Եվրամիության անդամակցելուն ուղղված քաղաքական կուրսի մեկնարկի մասին օրենք ընդունած բոլոր падգամավորները համաձայն միայն սթափ Մարիա Զախարովայի պետք է նստեն, պետք է նստի ամբողջ կառավարությունը Հայաստանի վարչապետի գլխավորությամբ, հետո նոր վերջում գան հասնեն ինձ։ Ահա եւ ձեր ողջ պատասխանը, եւ երբ հասկանում ենք խոսքը ինչի մասին է, մենք հասկանում ենք նաեւ, որ գործ ունենք մի ապուշ պատասխանի հետ, ընդ որում այսպես տոտալ առումով ապուշ հայտարարության հետ, եւ ինչը Ռուսաստանի, այսպես ասենք, քաղաքական մշակույթի պարագայում ամենևին էլ զարմանալի չէ եւ կարելի է դիտարկել ուղղակի որպես բան, էլի, օրինաչափություն։ Այսքանը կարող եմ ասել ձեզ այս հուզող հարցին, թե ինչու եմ ես դեռ ազատության մեջ։ Պարոն Մեհրաբյան, Զախարովան ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Եվրամիության անդամակցությունը ենթադրում է ինքնիշխանության սահմանափակում, սա ես իր խոսքերն եմ մեջբերում։ Հետաքրքիր է, թե ինչ են մտածում երկրի իրավապահ մարմիններն այն մասին։ Ի վերջո ԵՄ-ին միանալն ուղղակիորեն ենթադրում է ազգային ինքնիշխանության սահմանափակում, արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության եւ շատ այլ ոլորտներում, սակայն չգիտես ինչու ԵՄ-ին միանալու ձգտումների հետ կապված Հայաստանում քրեական պատասխանատվության մասին չի լսում։ Ուզում է ասել, որ դե արտաքին քաղաքականությունը պետք է միասնական, չէ՞, ԵՄ-ին համապատասխան կայացվի, դրամից օրինակ անցնում են եվրոյի եւ նման այլ շատ
Շատ հարցերում պետք է քվեարկել օրինակ միջազգային կառույցներում այնպես ինչպիսին Եվրոպայի դիրքորոշումն է այս մասով ինքնուրույն չի լինելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև ցանկացած երկիր, որը ԵՄ անդամ է։ Սրա մասին է ռուս պաշտոնյան խոսում։ Սա արդյոք ինքնին սահմանափակումներ չեն։ Շատ հուզիչ մի սենտենցիաների հետ գործ ունենք։ Ձեր մեջ վերած ինչ է ասում այդ պաշտոնյան։ Նախ Եվրամիությունում բոլոր կողմերը հավասարաչափ, կրկնում եմ հավասարաչափ, ինչպես փոքրիկ Լյուքսեմբուրգը, այնպես էլ գիգանտ Գերմանիան եւ միջուկային Ֆրանսիան կամովին ձևավորում են ընդհանուր կառավարման մարմիններ, չէ, ասենք Եվրահանձնաժողով, իր եվրահանձնակատարներով, Եվրախորհրդարան, չհրաժարվելով իրենց ինքնիշխանությունից եւ կամովին ընդհանուր արժեքային հենքի վրա կառուցում են համատեղ ընդհանուր շահերից բխող արտաքին քաղաքականություն, սա ոնց որ ֆունդամենտում եւ պարբերաբար այո կոնսուլտացիաներ են անցկացնում եւ համատեղ որոշումներ ընդունում։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի այս միություններին, Ռուսաստանը հասկանում է հետեւյալ ձևով, որ ձեր բոլորի ինքնիշխանությունը ես պետք է կաշկանդեմ, հա, իսկ թե ինչով է կաշկանդվում Ռուսաստանի ինքնիշխանությունը, դա որևէ ձևով սահմանված չի։ Հակառակ դեպքում Ռուսաստանը ինձ եւ ձեզ հարցրել է, ես գնամ, ասենք, Հյուսիսային Կորեայի հետ դաշինք կնքեմ, թե չէ։ Քեֆը տվել է գնացել կնքել է դաշինք Հյուսիսային Կորեայի հետ։ Նա մեզ հարցրել է, ես գնամ թույլ կտակ գնամ գրկեմ Կինչենինին կամ հաստ թշերին, հա, փարվեմ, չի հարցրել, գնացել արել է, ինչ ուզել է, ճիշտ։ Վերջացավ, այդ նշանակում է մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք։ Ռուսաստանը հիշում է միությունների մասով, երբ ուզում է մեզ պարտադրել ինչ-որ մի բան, անունը դնում է միություն։ Ահա սա է տարբերությունը։ Մեկ եւ երկրորդը, մենք Ռուսաստանի հետ արժեքային ընդհանուր ոչինչ չունենք։ Հասկանում եք։ Ոմանք համարում են, որ ունեն, էլ ովքեր են դրանք, դուք գիտեք։ Դրանք Կիրիլի վկաներն են, դրանք են Կապիրկինի եթիմներն են, դրանք ելով են Լավրովի վկաներն են եւ այլ մարգինալ տարրեր, ովքեր Հայաստանի Հանրապետության հետ կապ չունեն, ավելին հենց նշածս շրջանակների գործիքն են Հայաստանի ներսում, ընդդեմ Հայաստանի Հանրապետության ամբողջ հարցը հենց դա է եւ Մարիա Զախարովայի ասած Վարդան Նիկոլաևիչի համար, որի համար մռմռում է տիկին Զախարովան, հենց մռմռում է միայն դրա համար։ Ահա եւ ոչ ճշմարտություն։ Ռուսաստանը մեզ հարցրել է Ուկրաինայի վրա հարձակվեն, թե չէ, չի հարցրել, չէ։ Նա ասելիքս հետեւյալն է, ժողովուրդ, կորեք գնացեք, հաստատից։ Ուղղակի կորեք գնացեք։ Կամ ինչպես ժողովուրդն է ասում, շառներդ քաշեք։ Վերջ։ Դուք մի ձևակերպում օգտագործեցիք, ինչու է Մարիա Զախարովան մռմռում Վարդան Ղուկասյանի համար, ինչպես դուք ասացիք։ Որովհետև Վարդան Ղուկասյանը այդ հայտարարությամբ ծառայում է որպես ռուսական շահերի գործիք եւ Ռուսաստանը իր իրական շահերը ի ցույց է դնում իր այս մռմռալով, ցույց տալով, թե ինչու է մռմռում։ Կներեք, Ռուսաստանի շահն այն է, որ նստի մեր գլխի եւ դա լինի օրինական,
Եվ որպեսզի Հայաստանում որևէ մեկը դրա դեմ ոչինչ չասի, անունը դնում է դարավոր բարեկամություն, կներեք ինձ մեծ դա ձեռ չի տալիս։ Եվ Ռուսաստանն էլ պաշտպանելու է այն մարգինալ, կրիմինալ տարրերին, ովքեր ինչ-ինչ ավելի շատ, այսպես ասենք, իրենց դատական պաշտպանությունը կազմակերպելու տրամաբանության մեջ, ասենք, Ռուսաստանին հաճոյանալու նման հայտարարություններ են անում։ 102-րդ բազային Ղուրբան են եղնում, էլ ինչ են անում, չգիտեմ, ով որ իրանց հետ համաձայն չի շանտաղային անվանում, եւ այլն։ Ահա եւ ողջ իրականում։ Բայց Վարդան Ղուկասյանն ասում է, չէ, ոչ Հայաստանի ինքնիշխանությանը, պետականությանը ձեռք տալու գնով մենք որևէ մեկի հետ համագործակցենք։ Դե կներեք Վարդան Ղուկասյանը այս ամեն ինչը երևի կամ լավ չի պատկերացնում կամ եւ ինքն է մոլորության մեջ կամ էլ միտումնավոր մեզ է փորձում գցել մոլորության մեջ, որովհետեւ այն ինչը ջատագովում է Վարդան Ղուկասյանը, այլ տարբերակով չի լինում ուղղակի էլի։ Պարոն Մերաբյան, ըստ ձեզ ինչու Տիկին Զախարովան այդ միտքը արտահայտելուց ԵՄ-ի հետ կապված չի հիշել Հունգարիայի վարած քաղաքականությունը, մենք տեսնում ենք շատ դեպքերում, այդ նաև Հայաստանին առնչվող հարցերում Հունգարիան դեմ է արտահայտվում եւ ամբողջ ԵՄ-ն օրինակ իր ցանկությունը Հայաստանի նկատմամբ չի կարողանում անել։ Ես հիշեցնեմ, մի անգամ այդպիսի դեպք եղավ, when հիմնից օգտվելու հետ կապված ՊՆ-ի հետ կապված հիմնադրամի հետ կապված, որ պետք է բանակին հատկացում անեն եւ Հունգարիայի մեկ քվեով ճիշտ է, հետո Բրյուսելը այլ ճանապարհ գտավ այդ գումարը մեզ հատկացնելու, բայց ամեն դեպքում Հունգարիայի մեկ խոսքը ամբողջի կողմը, այսպես ասած, ծալեց դրեց կողմ։ Դա ինչու Տիկին Զախարովան չի հիշել։ Դե չի հիշում, որտեղ ձեռ չի տալիս հիշելը։ Բայց ասենք նույն Հունգարիայի հետ նավթ ու գազ տալ առնելը ձեռատալիս, դա կարելի է, սա չի հիշում։ Հասկանում եք, Ռուսաստանի քաղաքական կուլտուրան առանձնանում է նրանով, որ առանց կարմրելու իրենք կարող են սենց ընտրողաբար ինչ իրենց ձեռնտու է այդ մասը հիշեն, մյուս մասը, որը ձեռնտու չի, բայց սերտորեն փոխկապակցված է եւ միայն այդ հանգամանքի գոյությունը, հա, միանգամից հարցականի տակ է դնում իրենց մինչ հայտարարած բոլոր պնդումները, չեն հիշում։ Սա մանր քրեականի պահվածք է, պարոն Կիրակոսյան, որը բնորոշ է ռուսական պետությանը եւ ռուսական քաղաքական մշակույթին, եթե դա կարելի է քաղաքական անվանել, որովհետեւ սա ստեյության քաղաքական մշակույթ չէ, սա քրեական ենթամշակույթ է, որով ներծծված է ռուսական պետություն։ Եվ այդ ախտը, այդ ժանտախտը նրանք ամեն ինչ անում են տարածելու նաև իրենց շուրջ։ Այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանն այդտեղ բացառություն չէ։ Պարոն Մերաբյան, այնուհանդերձ Հայաստանում քաղաքական հայացքների համար ճնշվողներ կան թե չկան։ Մենք նույնիսկ ականատես ենք լինում նրան, որ Փաշինյանի ականջին հաճո խոսք հնչեցնողի բերանը բառիս բուն իմաստով փակում են եւ միանգամից լիկվիդացնում են տարածքից։ Ես հիշեցնեմ եկեղեցու դեպքը, երբ երիտասարդը դիմում էր հոգևորականին, Մայրաթորի կողմից կարգալույց հռչակված հոգևորականին, ախրանիկները միանգամից նրա բերանը փակեցին եւ տարան։ Դա արեցի, որպեսզի նա արարողությանը չխանգարի։ Եթե կա մի միջոցառում, ես եւ դուք ունենք ասենք խոսքի ազատության իրավունք, ճիշտ է։ Հիմա մենք որտեղ նստած խոսում ենք ամեն ինչից, մեզ որևէ մեկը բան չի ասում։ Մենք իրացնում ենք մեր խոսքի ազատությունը, ահա այս ձևաչափով on-line, կարող ենք նաև առերես, խնդիր չի, բայց եթե ասենք ես եւ դուք այսպես խոսելով դուք ասենք ինձ հարցեր տակ սենց խոսափողը պահած եւ մենք գնանք
եւ եկեղեցում շարունակենք այս զրույցը, մեզ կասեն տա դուրս եք եկել խեք խանգարում, չէ՞։ Ու Իսկ կոնտեքստը պատկերացրեք պետք չի իրավիճակը հաշվի առնել, որ քաղաքացին դեմ էր արտահայտվում տեղի ունեցողին։ շատ լավ, ես եկել եմ դեմ արտահայտվեմ արարողության իրականացնող, չգիտեմ ում, դա նորմալ է։ Դա նորմալ չի։ Այլակարծությունը ուր մնաց։ Դա այլակարծության հարց չի, դա շնորհքի եւ անշնորհքության սահմանի հարց է։ Ինչը բնականաբար պետք է կասեցվեր։ Եվ արվել է դա։ Էլ եմ ասում, արարողություն է, արարողության ժամանակ խոսքի ազատության մասին չի խոսքը, էլի, այլ խանգարել չխանգարելու, կրկնում եմ, շնորհքի եւ անշնորհքության մասին է։ Պարզապես մի անգամից հիշեցինք այն դեպքը, երբ Վլադիմիր Պուտինի ախրանիկները փակեցին լրագրողի բերանը, երբ ուզում էր հարց տար Վլադիմիր Պուտինին տարիներ առաջ, նույն բանը Այ, Հայաստանում է։ եւ հետո։ Դե հիմա գիտեք ինչ, Վլադիմիր Պուտինը առարկություն չունի, ինչպես եւ ես եւ դուք, ասենք բազմապատկման աղյուսակի հետ, ուրեմն ես ու դու պուտինիստ ենք, իհարկե ոչ։ Այսինքն բերեք տենց ականջներից ձգելով անալոգիաներ չձևավորենք այն հարցերում, որտեղ անալոգիաներ չկան։ Չկան, խոսքը այլ բանի մասին է։ Լրագրողը հարց տալու համար է եկել։ Լրագրողը հարց էր տալիս։ Դες դուք եք ասում։ Բայց եթե Պուտինը կանգնած լիներ ու ոմանց սիրելի Կիրիլի հետ եւ եկեղեցական արարողության ժամանակ ձեր ասած մի, չգիտեմ, դեմ արտահայտվողը գար արտահայտվել ինչ կլներ։ Եկեք նույնիսկ չբարձրաձայնենք, թե ինչ կլիներ նրա հետ։ Տարբեր իրավիճակների մասին է խոսքը։ Քանի որ Ես հիշեցիք, քանի որ հիշեցիք Ռուսաստանի հոգևոր առաջնորդ Կիրիլ Առաջինին, արդեն նա է մտահոգված Հայաստան։ առաջինը ես համարը չգիտեի, ես գիտեի Կարծեմ մենակ առաջինը։ դե լավ, կարևոր չի։ Ինչևէ, Կիրիլի խորհրդականը ասել է, թե Կիրիլը անհանգստացած է, ասում է Նիկոլ Փաշինյանը անցել է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները եւ եկեղեցու հարցերին է միջամտում։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ես տեղ Տիկին ես Զախարովան քաղաքական առումով է Հայաստանի հարցերին մեկնաբանում, խառնվում Կիրիլը խորհրդականի բերանով հոգևոր հարցերին է, հա, խառնվում։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում։ ես միշտ այսպես շատ բարձր եմ գնահատել ձեր այդ սարկազմի ունակությունը, հա, ասենք տեղի ունեցած ապուշության վերաբերյալ, ասենք լուրջ դեմքով հարց տալու ունակությունը։ Երևի սա այդ դեպքն է։ Դստեղ միակ պատասխանը մեր, որ կարող է լինել, դա հետևյալն է, ռուսերեն ասեմ, հա, քանի որ դա հնչել է ռուսերեն, а какое ваше поросячье дело, հա։ Ով ինչ արել, ինչ չարել, ասում է Փաշինյանը իր սահմանադրական, ինչ ասել, Լիազորություններ։ լիազորություններն է գերազանցել եւ այլն։ Հիմա հարց եմ տալիս, հա, անլվա կալոշ, դու ով ես, որ գնահատես նախ Հայաստանում սահմանադրական ինչ լիազորություններ ունի Հայաստանի վարչապետը։ Գերազանցելա թե չի գերազանցել։ Դուք ունեք դրա համար արտգործնախարարություն, կարող է դա գնահատել նույնիսկ այս դեպքում էլ սա միջամտությունը Հայաստանի ներքին գործերին է։ Դուք ով եք։ Ով է ձեզ լիազորել։ Եվ ինչ իրավունք ունեք դուք Հայաստանում գնահատական տակ, դուք գնացեք գնահատական տվեք ձեր այսպես կոչված եկեղեցուն, որ գնում եք մարդ սպանող հրթիռներ եք օծում, տանկ եք օծում, մարդասպան ու մարդակեր եք օծում։ Էլ չեմ խոսում սիգարետի ու արաղի մոնոպոլիա ունեք որոշ մարզերում։ Այդ գնացեք դրանից խոսացեք։ Մենք դրա մասին խոսում ենք։ Չենք խոսում։ Մենք խոսում ենք դրա մասին, որ
75,000 եվրոյանոց ժամացուցակապում ժուշկալ պատրիարխը։ Չենք խոսում։ Կորեկտ ելացեք էլի ոնց որ այն առաջին հարցին էր այսպես ամփոփիչ պատասխանս, հա, շառներդ քաշեք, նույնն էլ սա է։ Շառներդ քաշեք։ Պարոն Մերաբյան, Ալիևն է մերժել Հայաստանի արտգործնախարարության հրավերը եւ Երևան չի գա, ինչպես հայտնի է, արտգործնախարար Միրզոյանը իմ հարցինի պատասխան նշել էր, որ Էրդողանին եւ Ալիևին հրավիրելու են Երևանում անցկացվելիք եվրոպական գագաթնաժողովին։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը հղումանելով իր դիվանագիտական աղբյուրներին հայտնում է, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևին դիտարկել այդ այցը Երևան որպես արդիական քայլ, Ադրբեջանն առաջնորդվում է իրական գործողությունների սկզբունքով, ինչու Ալիևս դες չի գալիս։ Նախ դա մեծ հարց, գիտեք ինչ, Ադրբեջանում էլ այլ երկրներում էլ այս հիմա մենք հոկտեմբերի վերջում ենք 2025 թվականի, հա, թե ինչա լինելու 26-ի մայիսին, հիմա ոչ մեկ չի պլանավորում ինչ որ բան անել կամ ինչ որ բան չանել, հա, որովհետև հիմա այնպեսի մի տուրբուլենտ իրավիճակ է, որ մինչև հասնի 26-ի մայիսը, ինչպես ժողովուրդն է ասում, ով սաղ, ով մեռած, հա, եւ այդ դիվանագիտական աղբյուր կոչվածն էլ թե որտեղից գիտի, էդ էլ է բարդ ասել, ի վերջո դա գրել է մի լրատվամիջոց։ Դե չմոռանանք, որ Ադրբեջանում լրատվամիջոցները որտեղից են կառավարվում։ Ինչ որակի լրատվական միջոց է, ինչ որակի դիվանագիտական աղբյուր է, սա էլ հարցեր են, որը դեռ պատասխաններ պետք է տան։ Եվ մի բան էլ, եթե ընդունենք դա տենց է եւ հիմա բարձրաձայնվում է դա, հիմնական բանը ինչն էր, հա, մեխը ինչն էր դրանում, որ քանի Հայաստանի Ադրբեջանի մեջ ստորագրված չի խաղաղության պայմանագիրը, դե Ալիևը չի կարող գա մայիս ամսին Երևան։ Դե հիմա եթե մինչև մայիս ամիս խաղաղության պայմանագիրը չստորագրվի, դա կմնա ուժի մեջ այդ պատկերացումը, հա, որ քանի չկա խաղաղության պայմանագիր, դե այց էլ չի կարող լինել։ Դժվար է կատարել այց մի երկիր, ում հետ խաղաղության պայմանագիր է չունես։ Դե բայց կա նաև տարբերակ, որ մինչև մայիսը լինի այնուամենայնիվ խաղաղության պայմանագիր։ Այնպես որ հիմա խոսել թե ինչ է լինելու մայիսին, դե հիմա երևի իմաստ չունի։ Իսկ այդ հրապարակումն էլ նենց հիմք ընդունելով ասել վերջ Ալիևը մերժեց եւ այլ, եկեք դե մի մերժեց դրանից հետո ինչ վաղ մյուս օրը կլինի խաղաղության պայմանագիրը, Ալիևը կամ ով կլինի Ալիևի փոխարեն չի մերժի հիմա աշխարհը կանգ չէ։ Սա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի այն ներկայացրած վարդագույն իրականությունը իրականում գորշ է եւ այդ կան էլ Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղություն է հաստատված, վերջ։ Խաղաղությունը հաստատված է այն մասով, որ պատերազմ այլևս չէ, այդքանով Փաշինյանը ճիշտ է։ Եվ որ դա այդ իրավիճակը հաստատված է, այո, դա փաստ է, բայց ինչ Փաշինյանն ասում է, որ մենք խաղաղության պայմանագիրն արդեն կնքել ենք, չէ։ Ալիևն էլ չի ասում խաղաղություն չի։ Ալիևն էլ ասում, օ, վերջ խաղաղություն է, ինքն էլ ասում։ Հա, բայց ասում է, քանի չկա խաղաղության պայմանագիր, չեմ կարող։ Էս ասում, ուրիշ բան չկա։ Եվ ինչ է կարծում կհաջողի առաջիկայում կնքել պայմանագիր Ֆիդան միջև 26 թվականի սկիզբն էր ժամկետներ նշել։ Նո, Ֆիդանը ասում էր 26-ի առաջին կես։ Հա, ներողություն։ Այո, 26-ի առաջին կես։ Այսպես ասենք, որ այո, հավանականությունը կա եւ այն փոքր չէ, որ դա տեղի կունենա
այո, հենց 26-ի առաջին կեսի։ Բայց կա նաև մյուս կեսը, հա, որ կարող է եւ չլինի։ Մի կապրենք կտեսնենք։ Էլ եմ ասում, տեսեք, մենք հիմա այս տուրբուլենտ աշխարհում ապրելով, մենք նույնիսկ վաղը չգիտենք ինչ կլինի կամ ինչ չի լինի։ Եվ դնել պլանավորել, որ հաստատ մայիսին այսպես բան կլինի կամ հաստատ այսպես բան չի լինի, կամ ես նման բան կանեմ կամ չեմ անի, դա կարծում եմ անիմաստ խոսակցություն է։ Կյանքն ամեն ինչը դնում է իր տեղը։ Հանգամանքները դասավորվեն ի նպաստ ստորագրելու կստորագրվի, այսպես։ Կարող ենք քննարկել, թե ինչ գործոններ են, որ կարող են նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրման։ Սա շատ կարևոր է։ Իհարկե այն, որ Ադրբեջանը հիմա բավականին ակտիվ բանակցություններ է վարում էներգետիկայի հարցերով եւ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ։ Ադրբեջանը ձգտում է ոչ թե կարճաժամկետ, հա, 1 տարվա ամենաշատը, 1 տարվա ծավալների շուրջ ու գնի շուրջ կարճաժամկետ բան կնքի, այլ Ադրբեջանը կարիք ունի երկարաժամկետ կոնտրակտների, ասենք 20 տարով, 30 տարով։ Ինչի համար, որովհետև այդպիսի կոնտրակտն է, որ բերում է մեծ ներդրումներ էներգետիկայի ոլորտ։ Կարճաժամկետի վրա մեծ ռազմավարական ներդրող չի գա։ Հիմա բանակցելով այդ մասին Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ պոտենցիալ ներդրողների որպես եւ պոտենցիալ գնորդների, այնտեղ էլ ասում են մեզ համար պետք է անշրջելիորեն համապարփակ տևական խաղաղություն լինի, որպեսզի մենք սկսենք մտածել դրա մասին։ Հիմա այս ամենը պետք է այս տրամաբանությամբ գնա։ Պլյուս դրան, Միացյալ Նահանգներում կա որոշակի անվստահություն Ալիևի, այսպես ասենք, երկարաժամկետ, հա, քաղաքական վարքի վերաբերյալ։ Դրա համար էլ Միացյալ Նահանգների կոնգրեսում շրջանառվում է Peace Act կոչվող օրենք, որը ըստ էության մահակ է, դամոկլյան սուր է Ադրբեջանի գլխին, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ իրականացնի Հայաստանի դեմ կամ գործողություններ ուղղված օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների իրականացման խափանմանը, ապա անմիջականորեն, հա, snap sanctions, այսինքն հրատապ պատժամիջոցների մեխանիզմ է կառուցվում ըստ այդմ եւ հանձնվում է այն պետքարտուղարությանը եւ պետքարտուղարին անձամբ, որ նա ուղակի արդեն իր հայեցողությամբ այդ մեխանիզմը կիրառի կամ ոչ։ Այս ամենը ուրեմն շատ կարևոր գործոն է, որն ազդում է եւ ազդելու է օր առաջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու շահ ձևավորելու համար Ադրբեջանը։ Երկրորդը իհարկե ռուսական գործոնն է։ Ռուսները չեն ուզում, որ սա ստորագրվի։ Չեն ուզում։ Եվ հիմա որ քննարկում ենք, թե ինչ գործոններ են, որ կնպաստեն կամ կխանգարեն Ռուսաստանի կարողությունները։ Մենք տեսանք, որ ընդամենը այս շաբաթվա ընթացքում էր, չէ, որ Լավրովը գնացել էր այն կոլխոզի ֆյուրերի մոտ եւ ասում էր թույլ չենք տա փոկել Ռուսաստանից Անդրկովկասը, որը Անդրկովկասը ինքն է, էլի, ոչ թե մենք։ Այդ իրենք են մեր Անդրկովկասը։ Կովկասից են կողմում։
թույլ չենք տա պոկել Ռուսաստանից Անդրկովկասը եւ Կենտրոնական Ասիա։ Այն չարի վերջի աղվեսի պատմությունն է, էլի։ Մեզ հիմա մնում է ուղղակի չլինենք այդ հիմար կկվի դերում, չնայած 20 տարի եղել ենք։ Հերիքը։ Այդ Ինչից եք ուղղակի դժգոհ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով անդրադարձել է Հայաստանին, Լավրովի հայտարարությունը, Զախարովայի հայտարարությունը եւ Կիրիլի խորհրդականի հայտարարությունը։ ինչից եմ դժգոհ։ Ինչից եմ դժգոհ։ Դժգոհ եմ, որ ընդհանրապես անդրադառնում են մեզ։ Գնացեք ձեր դարդը լացեք։ Մենք ձեր անդրադարձների կարիքն ունենք, չունենք։ Մենք խնդրել ենք ձեզ անդրադառնալ մեզ։ Չենք խնդրել։ Այլ ձեր անդրադարձներն էլ ինչա, կամ հոխորտանք, կամ սպառնալիք, կամ զազրախոսություն, կամ կատարյալ ապուշություն, ուրիշ բան չենք լսել ձեզանից։ Մի հատ խելացի կամ օգտակար մի խոսք, խորհուրդ չկա։ Ընդհանրապես ցուրտը տարած վիճակ։ Հետևապես, այո, դրանից դժգոհ եմ եւ չեմ կարող դժգոհ չլինել։ Հիմա այստեղ պարզ է մեր անելիք։ Եվ Ռուսաստանի լեզուն առայժմ այսքան երկար է մի պատճառը, որովհետև Հայաստանում դեռ թյուրիմացաբար պահպանում է իր ներկայությունը ուժային։ Այդ 102-րդ բազա, որին Վարդան Նիկոլաևիչը Ղուրբան էր եղնում, չէ՞։ Սահմանապահներ։ Այդ աղբը պետք է մաքրվի Հայաստանից։ RЖD-ի նման քրեական խմբավորումը պետք է դուրս բերվի Հայաստանից։ Ես բազմից եմ ասել, դուք ուզում եք խաղաղության խաչմերուկ, RЖD-ով խաղաղության խաչմերուկ չեք ունենալ։ Մոռացեք։ Այդ աղբը եւս պետք է մաքրվի։ Եվ այլ։ Պարոն Մերաբյան, եւ վերջում Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ ելույթում է խաղաղությունը ուղիղ կապում ընտրությունների հետ, ասում են, եթե ժողովուրդ ուզում է խաղաղություն, պետք է 2026 թվականին ճիշտ ընտրություն կատարի։ Այսինքն մարդկանց արդեն հոգեբանորեն չեն ճնշում, որ եթե ուզում եք պատերազմ չլինի, խաղաղություն լինի, իհարկե լավ բան է խաղաղությունը, ոչ մեկ չի ասում խաղաղություն չլինի։ Արեք ընտրեք մեծ, այսինքն դա չեն օգտագործում ընտրվելու համար 21-ին Քոչարյանը կգա ձեզ կուտի այդ թեզներ, հիմա նախկինները կգան եւ ձեզ կտանեն պատերազմի այս թեզնա։ Տեսեք, այստեղ մի քիչ պարզաբանման կարիք էլ կա, էլի։ Ի վերջո խաղաղությունը մենակ խաղաղություն չէ որպես այդպիսին, հա, որովհետև սա եւս շահարկվում է։ Ասենք դուք խաղաղության կողմնակից եք, ասում եք ժողովուրդ, հենա դուք եք ասում, չէ՞, պարոն Կիրակոսյան, որ հա խաղաղությունը լավ բան է, մենք դեմ չենք խաղաղությանը, չէ՞, նոր ասացիք, ճիշտ։ Հա, հիմա ես սկսում եմ ձեր ասածը մանիպուլացնել հետեւյալ ձևով, որ դուք, պարոն Կիրակոսյան, դուխ չունեք, դրել խաղաղություն եք բանանում, իսկ դուխով տղերքը մերժում են ձեր խաղաղությունը, եթե խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ խաղաղություն, իսկ դուք այդ արժանապատվությունը չունեք, այդ դուխը չունեք, ազգային չեք, եւ այլն, եւ այլն։ Սա արդեն խոսակցություն չի, սա այլանդակություն է։ Հետևաբար, այստեղ պետք է ուրեմն համալրում կատարել։ Թե ինչ է նշանակում խաղաղություն, բացի նրանից, որ դա չպատերազմն է, հա։ Խաղաղություն դա նաև նշանակում է ինքնիշխանություն, խաղաղություն նշանակում է անկախություն, խաղաղություն նաև նշանակում է ռեֆորմներ, խաղաղություն նաև նշանակում է ինչ ազատություններ, խաղաղությունը նշանակում է բարեկեցություն, խաղաղությունը նշանակում է արտագաղթի կանգ։ Ինչն է դրա հակառակը։ Այդ նշածս այդ ամեն ինչի բացակայություն կամ դրա հակոտ
Եվ եթե մեր մեջ այնուամենայնիվ մնացել են մարդիկ, ովքեր այդ Հակոբյան փորձում են քարոզել, մեյդան բերել ու մի հատ էլ դրա հիման վրա իբր իրենց տղամարդկությունը ցույց տալ, ուրեմն ուզում եմ հիասթափեցնել, դրանք փալասներ են, ռուսական փալասներ, պոլիշոր, ընդհանրապես որովհետև իրենք ուզում են մեր գլխին փորձանք բերելով դիակապտիչներ են դրանք այդ իրենց կողմից հրահրվող այդ քաոսի մեջ, ուրիշ ոչ մի բան։ Այստեղ մենք գալիս ենք հետևյալին, որ մեր իշխանությունները լրջագույն պրոբլեմ ունեն, ասեմ որն է։ Իշխանությունը, որ լավ բան անում է, այդպես էլ պարզ չի լինում, որ այդ լավ բանն արել է, չի կարողանում բացատրել ինչ լավ բան արել, լավ չի բացատրել։ Իսկ եթե ասենք միտեղ կայծակ է խփում, հրդեհ է լինում, քամի է փչում ու դրա մեղավորությունը կախում են իրանց վզից, իրենք չեն կարողանում ապացուցել, որ ասենք դրա մեղավորությունը իրանցը չի կամ դեռ այդքան էլ իրանցը չի, այդ էլ չեն կարողանում։ Մեր մոտ լրջագույն խնդիր կա այս 21-րդ դարում, երբ աշխարհում տեղի է ունենում եւ դեռ շարունակվում է հեռահաղորդակցության եւ տեղեկատվության հեղափոխություն, իշխանությունը այսօր բոբիկ է եւ չունի ռազմավարական հաղորդակցությամբ զբաղվող մի որևէ պաշտոնական օղակ, չունի օղակ, որը պրոֆեսիոնալ զբաղվի հաղորդակցությամբ։ Եվ արդյունքում ինչ էլ լինի, արժանանում է նման մանիպուլյացիայի եւ ինչ է ասում իշխանությունը, ասում է դե ժողովուրդ ջան, դե դու ախր շատ խելոք եք, ախր դուք գիտեք ճշմարտությունը բան, բայց սա ուզում եմ թարգմանել։ Սա նշանակում է, որ դե ժողովուրդ ջան, դուք խելոք եք, դուք ամեն ինչ գիտեք, գնացեք ճիշտն արեք, բայց ես ասելու բան չունեմ, անելու բան չունեմ։ Ինչի, որովհետև դուք խելոք եք։ Յատես սա նորմալ է։ Մենք Մոլդովայում տեսանք ոնց արեցին։ Ձևը չգիտեք, սովորեք մայա սանդուիչ։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, հարցազրույցի համար։ Համեցեք։